Ասարդեն։ Բարև ձեզ, ես Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ եմ, Արկադյան Դրանիկի Զարգարյանը։ Բազմիցս ես հանդես եմ եկել իմ ելույթներով, որը եղել է մեր մշակույթի կենտրոնի պահանջը, իմանալով իմ իմացությունները տրանսպորտի, շինարարության, գյուղատնտեսության, տրանսպորտի վերաբերյալ։ Ես քանի որ տարին մոտենում է ավարտին, 2025-ը ավարտում է և պետք է մտնենք 2026 թիվը, շնորհավորում եմ բոլորի նոր տարին, ամբողջ մեր ողջ համայն հայությանը, Հայաստանում, նաև Սփյուռքի մեր հայերին։ Հարգելի ժողովուրդ, ես բազմիցս դիմել եմ տարբեր նպատակներով, տարբեր առիթներով, տարբեր ծրագրերով, բայց այսօր ինձ շատ է հետաքրքրում և հետաքրքրել է նախկինում տրանսպորտը, քանի որ խնդրահարույց է դարձել մանավանդ Երևան քաղաքում։ Այսօր ունենք վարորդներ, չեմ ուզում ասեմ ոչ բան իմաց են, սակայն կրթության բացակայության պատճառով բոլորս էլ թերանում ենք այդ հարցում և վթարների քանակն է ավելանում, զոհերի քանակը ընտանիքներով զոհվում են, կարծես թե մի պատերազմ լինի խաղաղ պայմաններում։ Ես չեմ ցանկանում, որ ինչ-որ մեղադրանքներ ուղղեմ որևէ մեկի, բայց ասեմ, դա պատկան մարմինների գործն է, որպեսզի վերականգնեն ավտոդպրոցները, վերականգնեն դոսատները, ոնց որ նախկինում կար, լավ սովորեցնեն, ավելի լավ սովորեցնեն, քան նախկինում էր, քանի որ ես խորհրդային միությունում եմ սովորել դպրոցում, 10-րդ դասարանում, հետագայում տեխնիկում սովորելու Ստեփանավանում, 3-րդ կարգ եմ անել, իրովականում 2-րդ կարգ, հետո Տիրովական քաղաքում D.Կետ, որը հետագայում ինձ շատ է օգնել, քան իմ դիպլոմները անկախության տարիներին ավելի շատ օգտվել եմ տրանսպորտից և կարողացել գոյատևել։ Ինձ հետաքրքրում է տրանսպորտը, փոքր ժամանակվանից, և շինարարությունը, և տրանսպորտը, զուգահեռաբար, երկուսն էլ ընդունելի է եղել ինձ համար։ Ես ոչ թե ասում եմ ասելու համար, խոսում եմ խոսելու համար, ուղղակի ես ուզում եմ, որ որոշ փոփոխություններ լինի հենց տրանսպորտում, տրանսպորտի կարգավորման հարցը լինի բարձր աստիճանի, բարձր։ Սիրելի ժողովուրդ, ես շատ եմ կարևորում դոսաֆները, ավտոդպրոցները, որոնք կրթում էին երիտասարդներին, իսկ երիտասարդները այդ տարիքում ավելի շատ էին տարված մեքենագիտությամբ, տրանսպորտի նկատմամբ ավելի ուշադիր էին, քան այլ ուսումնական հաստատությունների։ Իմ առաջին վկայականը եղել է վարորդականը Ստեփանավանում, որ տարբեր ազգություններ կար, 5 ազգություն կար մեր կուրսում, և ասեմ, այն ժամանակ էլ իրեն դժվարություններ ուներ։ Կամանց արմատավորվում էր խնամի ծանոթ բարեկամով կամ գումարով տոմս հանելը, որը հետագայում վատ ազդեցություն ունեցավ։ Ես 60 ուսանողի մեջ միակն եմ եղել, որ նույն օրը կարողացել եմ և շաբլոնը գծել, և եզդան հանձնել, և այդ նույն օրը տոմսը ստանալ։ Բայց ցավոք այն ժամանակ էլ ինչ-որ բարձր մակարդակի վրա չէր, կար դպրոցներ, սակայն կարծես թե լավ չէին սովորում։ Ես մտահոգ եմ այդ կապակցությամբ, որ այսօր ունենք վարորդներ, որոնց գիտելիքները շատ ցածր է, վարում են իրենց տարածքում, իրենց գյուղում, բայց որ ուզում են գնալ քաղաք, այնտեղ դժվարություններ, խոչընդոտներ են ստեղծում և հետևապես կարևոր է կրթությունը։ Եվ ես ասեմ, ոչ միայն կրթությունը հենց սկզբից, յուրաքանչյուր 10 տարին մեկ վերապատրաստման կուրսեր լինի, բոլորը գնան, վերապատրաստվեն, նորություններ կա երթևեկության կանոններում, որ ես նույնիսկ այսօր չգիտեմ, ինֆորմացիայի հատուկ նշաններ կա, փոփոխություններ կա վարորդական վկայականների նկատմամբ, D.Կետ, A.կետ, մյուսը, տարբեր մեքենաների համար, տարբեր հզորության մեքենաների համար, տարբեր վկայականներ կան։ Ես շատ եմ մտահոգվել,
շատ եմ մտահոգվել եւ բազմիցս առաջարկություններ եմ արել տրանսպորտի գծով Երևան քաղաքի տրանսպորտի վարչությունում։ Հետո նշեմ Հենրիկ Նավասարյան, Էդգար Գալստյան, Հայկ Սարգսյան, Վազգեն Հարությունյան, դրանք 6 տարվա մեջ 4 տրանսպորտի վարչության պետերն են, քանի որ շուտ են փոխվում, չգիտեմ ինչ պատճառով, իմացության թե չիմացության պատճառով, հետևապես իմ ծրագրերը անընդհատ թերի եմ անում, որտեղ հասցնեմ։ Սիրելի ժողովուրդ, ես շատ եմ կարևորում, որ դպրոցներում, բարձր դասարաններում ուսուցանվի ավտոգիտությունը, ավտոգործը, իսկ նաև վերջին ժամանակներս լսեցի առաջին հեռուստա ալիքով, նաև կենտրոն հեռուստատեսությամբ, որ հրավիրել էին տրանսպորտի մասնագետներ, 4 հոգի, ասում էին, բացատրում էին, բայց շեշտը չդրին ուսմանը։ Ես կարևորում եմ ուսումը, դեռ մանկապարտեզի տարիներից նախկինում կար, հրապարակներ էին ստեղծում, փոքր ավտոտեսուչները նախադպրոցական կարգավորում էին խաչմերուկները, իսկ փոքր մեքենաներով երեխաները ենթարկվում էին այդ ավտոտեսուչին։ 4-5 դասարանի գրքույկը վկայականը տվել եմ Կոնստանտին Կոստայանին, որ Կոնստանտին Կոստայանը դա նշագծումների բաժնի պետն է, ճանապարհային ոստիկանությունում որը բազմացնի եւ մասնագիտացնի մարդիկ հետագայում կդառնան պրոֆեսիոնալ վարորդներ։ Ես նշել եմ վթարներից խուսափելու համար աղջիկ վարորդների մեքենաների վրա հագցնել տարբերիչ նշան, կաբլուկ։ Իմիջայլոց ասեմ, աղջիկները շատ հանգիստ են քշում, չեն ճռռացնում մեքենաները փողոցներում, սակայն ինչ-որ միտեղ հնարավոր է, որ զգուշանանք, եթե տեսնենք այդ կաբլուկ նշանը կա, կաբլուկ նշանը կզգուշանան և հարգալից մոտեցում կունենան աղջիկների նկատմամբ և զգուշ կանցնեն վազանցի ժամանակ կամ մոտով անցնելու ժամանակ։ Ճանապարհային ոստիկանությունում լինեն բաց դռների օր, վարորդներին ընդունելու, զգուշացնելու, ուսուցանելու կապակցությամբ։ Շատ հարցեր կարող է բարձրացվել և բանիմաց կդառնան։ Հետևապես բաց դռները ևս կարևոր են։ Այս մեկը կարգավորում է մեքենաների տեղ զննումը պարտադիր է, սակայն ոչ ճիշտ, քանի որ մեքենաները կարող են փչանալ հենց հաջորդ օրը, այս մեկը բանավոր ներկայացրել եմ։ Վարորդական վկայական ունենալու համար շաբլոնի 16 հարցի ճիշտ պատասխանի դեպքում ընդունված լինի։ Այսինքն նախկինում 10 հարցեր 8-ը սիրողական լյուբիցելի համար, B կետի համար ընդունելի էր, իսկ հիմա 18-ը, և շատերը չեն կարողանում հանձնել այդ քննությունը։ Ասեմ, որ ընթացքում ևս վարորդական վկայական ունենալուց հետո արդեն փորձառու են դառնում, ընթացքում տեսնում են, փորձառու են դառնում և այդ 16 կետը կարելի է ընդունելի դարձնել։ Ուրեմն թույլատրել D և E կետի վարորդներին ես դա սովորեցնել ցանկացողներին և չտուգանել 25 + 25 հազար դրամներ։ Կոնկրետ ինձ է վերաբերում, իմ թորնիկը մի շաբաթ հետո տոն ցանեց, նա պետք է մի քիչ բարձվեր, ավտոտեսուչ պարեկը հենց մեր վարորդի մոտ կանգնեցրեց մեքենան և տուգանեց 25 հազար, իսկ ով է թույլ տվել, իբր ես տոմսուն էի և 25 հազար ևս տուգանվեցի։ Ուզում եմ ասել, տուգանքը թող տեղին լինի, մարդիկ այն ժամանակ ջահելները, երբ կոլտեսություններ կար, մեքենաները դաշտերում խոտի, դեզերի տակ, առաջ էին տալիս, քշում էին, վարժում էին, սիրողաբար
ունեին վարորդները, ունեին պամոշնիկներ, այսպես ասած, որ հետները գործի էին տանում, վարժված էին։ Եվ վերջինը 16-րդ կետը ասացի, շատ խիստ մոտեցում հետիոտների եւ վարորդների նկատմամբ, որոնք միտումնավոր խախտում են ճանապարհի երթևեկության կանոնները։ Շատ այս հարցը շատ հուզիչ է։ Ճանապարհը հետիոտային անցում կա։ Հետիոտային անցումում ծնողը, մայրը երեխայի լուլկեն հրելով հեռախոսը ականջին դրած կամ զրուցելով կամ անցնում է կարծես թե առավելությունը լրիվ իրենն է եւ վթարի են ենթարկում։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի որ նրանք այդքան առիթավորվեն։ Նախկինում կար անվտանգության կղզյակ եւ հոձգից, բաժանարար հոձգից, եթե հետիոտը չէր կարողանում անցնել, կանգնում էր այդ գոտում անվտանգության կղզյակում կամ հոձգծի վրա։ Ես սա իմիջայլոց սա իմ կարծիքն է, որ պետք է, եթե ուզեն իրականացնեն, հետևապես ես ասեմ, հրավիրվեցի 24 թվին նույն օրը հրավիրվեցի ԿԳՍՄ-ում այս հարցերը քննարկելու համար։ Իմ մեքենայով նույն օրը գնացի հասա Երևան, տաքսի վերցրի, որպեսզի խցանումներից ավելի խուսափեմ, որպեսզի ժամանակին հասնեմ, գնացի 5 րոպե շուտ հասա ընդունելության, նշել եմ եւ կրկին անգամ նշում են, Սվաջյանն էր տեղակալ, կրթության ԿԳՍՄ-ի նախարարի տեղակալը։ 3 հոգով ինձ ընդունեցին, զրուցեցին, ներկայացրին պահանջները, բոլոր հարցերին պատասխանեց, դա չափորոշիչ է, չափորոշիչ է։ Բայց սակայն վերջերս լսեցի, որ ուզում են 11-րդ դասարանում մեքենագիտություն սովորեցնել, ես ողջունելի եմ դարձնում դա։ Ես շատ բան եմ ներկայացրել, որ իմ անունով չի գրվել դա, ինձ չեն ներկայացրել, սակայն իմ ասածները կամաց որոշ չափով կյանքի է կոչվում։ Նույն օրը հասա կառավարությունում էլ նամակ գցեցի, գնացի Հակոբ Արշակյանի մոտ, ազգային ժողով, իհարկե չեր ընդունելու, սակայն նամակ հանձնեցի եւ քիչ առաջ ասեցի, որ իմ վրթովմունքը, որ նախկինում Հակոբ Արշակյանը երբ տրանսպորտի եւ կապի նախարար էր, ասում էր տարեց մարդկանց մենք պետք է լսենք եւ ընդունելի դարձնենք, սակայն ոչ մի արձագանք։ Ես չեմ ասում, ես հրաշք եմ, ես ընդամենը կարող եմ ասել իմ մասնագիտությունների գծով բավականին բան գիտեմ, քանի որ գերազանց գնահատականներով եմ ավարտել եւ արտադրության մեջ եղել եմ առաջավոր, հետեւապես իմ սրտացավությունը այն է, որ իրականը մեր երկիրը ավելի շատ զարգանա, ավելի լավ մարդիկ լինեն, մեկը մյուսի չնախանձեն, մեկը մյուսի վատը չցանկանան, հոգատար լինեն մեկը մյուսի նկատմամբ։ Ես այս թեման, իհարկե ես ասեմ, քանի որ վերջերս ստենդավորվել եմ մի քիչ, տեսնում եմ, որ դժվար եմ արտահայտվում, սակայն ասեմ, որ ես ոչ բանասիրական եմ ավարտել, ոչ լրագրողական, ոչ էլ դերասանական, հետևապես իմ ասածները թեկուզ կծկատուր, սակայն էդ էլ նոր է առաջացել, այս հիվանդությունից հետո ուզում եմ, որ ցանկալի է, որ ընդունելի դարձնեն եւ մեր ժողովրդի համար։ Այսօր ես նաեւ խոսելու եմ Երևան քաղաքի վերաբերյալ։ Երևան քաղաքի վերաբերյալ նախկին անգամ ցույց եմ տվել այս պատկեն իրեն բոլոր հարցերը բարձրացրած, ես չգիտեմ այսօր չեմ ուզում շատերի ժամանակը, նաև լսողների ժամանակը չարաշահել, առաջարկություններ Երևան քաղաքում,
վտանգ հանդիսացող 3 բնակավարի վերաբերյալ 17 թվին եմ սա գրել բազմաբնակարանային շենքեր գետառի վարարումները եւ նրա հետևանքները նաեւ սովետաշենի սողանքները այստեղ մանրամասը գրված է կարմիր կետերով գծերով նշել եմ որոնք են կարևոր եթե որևէ մեկը ցանկանա որ լրագրող կլինի ԶԼՄ-ներից կլինեն թե կառավարության թե ազգային ժողովից իհարկե պատրաստական են շատերը որ ինձ ընդունեն Երևան քաղաքում բայց ես այնքան էլ ներկայումս հնարավորություն չունեմ որ գնամ Երևան մնամ այնտեղ եւ այս հարցերը քննարկեմ քանի որ բոլոր դռները կներեք փակ է 2018 թիվ բոլոր դռները փակ է զորական մարդկանց առաջ չես կարող մտնել ազգային ժողով հեռուստաընկերություններ չես կարող ներկայացնել քո ծրագրերը կառավարությունում եւ 5-րդ կետը Երևան քաղաքի վերաբերյալ ուրեմն նոր Երևան կամ համար 2-րդ Երևան որը ես նախատեսել էի վերին պտղնից դեպի Չայնի ոլորանները քանի որ այդտեղ առավելություններ ունեն ի տարբերություն նոր գեղի որ ուզում են 60,000-անոց բնակավայր 60,000-անոց բնակչություն ունեցող բնակավայր իրականացնեն ես կասեի ես կնդիմանայի եթե իրավունք ունենայի այդտեղ գյուղ է այդտեղ գյուղացիք ապրում են պետք տան ծախսերը փոխհատուցման կտրվելու են մրգատու ծառերը բուսականությունը վերանալու է բուսականությունը եւ այլն իմ առաջարկությունները 17-18 թվերին է եղել Երևան քաղաքի վերաբերյալ հսկայական ծրագրեր ուրեմն ասեմ որ քանի որ ես առաջարկել եմ վերին պտղնից վերև ներկայումս բավականին այնտեղ տարբեր շինարարական կազմակերպություններ են առաջացել կարծես թե փոխվել է բայց ես կասեի ես կներկայացնեի Չայնի ոլորանները ավարտելուց հետո Չարենցավանի եւ Չարենցավանի հարակից տարածքում Մայրուղու հարակից տարածքում այնտեղ կա մի գյուղ Փամբակեր թեփորներ այդ արանքում այդ տարածքում նոր Երևան բոլոր ինստիտուտներով բոլոր գործարաններ կլինեն բնակելի տներ կլինեն Երևան քաղաքը խցանումներից մեղմացնելու համար ես ունեմ ծրագիր որը պետք է ուսումնասիրվի մանրամասը այստեղ բոլոր հնությունները պետք է Երևան քաղաքում պահպանվեն Երևան քաղաքը մնա այդ շինությունները էլ չավելացնեն, քանի որ ամեն շենք շինություն ավելացնելով ավելանում է նաև մեքենաների քանակը, իսկ փողոցները համարյա մնում են նույնը, այստեղ 5-րդ կետը մշակույթի մասին է, որ բոլոր ոլորտներում պետք է մշակույթ լինի, այստեղ ներկայացրել եմ այս ինչ որ ես ցույց եմ տալի դա ներկայացրել եմ Երևան քաղաքի քաղաքապետարանի համապատասխան մասնագետներին հավանություն են տվել ես արգելել եմ 5 հարկանի շենքերի գլխին 6-րդ հարկը դնել, մեկ հարկ ավելացնել, անմիջապես մեքենաց խոդի եմ տվել հասել Երևան, այն ժամանակ Հենրիկ Նավասարդյանն էր, տրանսպորտի վարչության պետը, սակայն Տարոն Մարգարյանի իրավունքով ինձ ընդունում էր, հրավիրում համապատասխան մասնագետների եւ քննարկում էին ոչ միայն տրանսպորտը, այլ կոմունալ ձեռնարկությունների բնապահպանության, քաղաքաշինության շատ հարցեր եւ ես նրանցից շատ գոհ եմ մնացել։ Հիմա ես չեմ ուզում քննադատաբար որևէ մի բան ասեմ, սակայն Երևան քաղաքի քաղաքապետը այսօր
շատ պոպուշիկ ազնվորություն է, դիմումներ եմ գրել իրեն, եթե ես լինեի իրեն փոխարեն իմանայի, որ այսպիսի ազնվորություն կա, որ լրացումներ է կատարում, կհրավիրեի անձամբ կզրուցեի, պարոն Տիգրան Ավիյան, ես ոչինչ ձեզանից չեմ պահանջում, միայն խնդրում եմ հանուն մեր ժողովրդի, հանուն մեր մայրաքաղաքի, հանուն հետագա զարգացմանը մայրաքաղաքի հրավիրեիք եւ ես այս բոլորը կներկայացնեմ ձեզ եւ դուք էլ կարծեմ ի նկատի կունենաք եւ գոհ կմնաք։ Ես չեմ կարող այսքանը խճճվել եմ, այնքան առաջարկություններ ունեմ, որ այսօր Երևան քաղաքի տրանսպորտի վերաբերյալ, սա հանակ մասխարություն չէ, սա առաջարկություններ են, որ ես ներկայացրել եմ Երևան քաղաքի տրանսպորտի վերաբերյալ։ Իմ ասածները բարեբախտաբար ընդունել են ճանապարհային ոստիկանության պաշտոնյաները, նախկինում Եգոր Կարապետյանը, ներկայումս Նորիկ Սարգսյանը, գծազնշումների բաժնի պետ Կոստանտին Կոստանյանը, իր աշխատակիցների հետ միասին Հայկ Հարշյանը, նաև Կարեն, բոլորը պաշտոնյա անձնավորություններ են, Կարեն Աղաջանյանը, բոլորը պաշտոնյա անձնավորություններ են եւ ես ոգեշնչվում եմ իրենցով եւ շարունակում իմ առաջարկությունները։ Այս քանի որ ես չեմ կարողանալու լրիվ ներկայացնեմ եւ ես առանցքը ասացի, մտահոգ եմ ամեն ինչի համար, ես նախկինում ներկայացրել եմ իմ մանկությունը, ներկայացրել եմ հայրիկիս մասին, ներկայացրել եմ Սևանա լճի կարգավորման անհրաժեշտությունը, Սևանա լիճը իմ բկում է, կարծես թե, չգիտեմ ինչու եմ այդքան մտահոգված այդ լճի կապակցությամբ եւ իմ առաջարկությունները ունեմ, ներկայացրել եմ, սակայն գաղտնի եմ պահում եւ այդ գաղտնիքը ներքին անվտանգության տեսակետից է, քանի որ ունենք ներքին եւ արտաքին թշնամիներ, հետեւապես պետք է քննարկվի փակ դռների հետևում վարչապետի, նախագահի, ազգային ժողովի նախագահի եւ ԱԱԾ-ի տնօրենի ներկայությամբ։ Եթե հավանություն կտան, թող իրականացնեն, եթե ոչ, կմնա թղթերի վրա, իսկ հետագայում իմ այս թղթերը մնալու է պորտֆելում, ինչ որ մեկը կարող է հետաքրքրվի եւ գա հերթով թերթի, իմանա գլուխը թափ տալով ասի, այս մարդը էս ինչ էր անում, այս ինչեր այսքան մտահոգ, իհարկե ես հրաշք չեմ, իմ ասածների 20%-ն էլ եթե ընդունվի, ես գոհ կլինեմ, վերջին անգամ գնացի, որ Երևանում հանրային տրանսպորտի համար հատուկ գոտիներ նշեմ, այնտեղ էլ հիվանդացա եւ չկարողացա ներկայացնել տրանսպորտի վարչության պետերը բոլորը ինձ ընդունել են, Էդգար Գալստյանը, Հայկ Սարգսյանը, Հենրիկ Նավասարդյանը ավելի շուտ, իսկ Վազգեն Հարությունյանը 3-4 գրություն է ուղարկել, որ պետք է կարող եմ ընդունելի դարձնել եւ ասեմ, ես խոստանում եմ, եթե լսեն իմ խոսքը, Երևան քաղաքի խցանումները կմեղմացնեմ 60%-ով, իսկ եթե ոչ, թող ինձ դատեն, ես պատրաստ եմ դրան, քանի որ իմ սիրտը ցավում է, տրանսպորտը այդ քաոսը Երևանում մնալը անհնարին է դարձել խցանումների մեջ, երբ մեքենայով գնում եմ ժամերով, չնայած այդքան էլ վտանգավոր չէ խցանումների մեջ մնալը, ինչպես մայրուղիներում, որ մարդիկ են զոհվում, սակայն նյութական վնաս է առաջանում, մեքենաները իրար են կպչում, իրար են խփում, հետևապես ես պատրաստ եմ 60%, իսկ եթե իմ բոլոր ծրագրերը իրականություն դառնա, ընդհանրապես խցանումներ չի լինելու, նոր քաղաք, էլեկտրիչկեք, Գյումրի, Հոկտեմբերյան, Արարատ,
2 ժամը 1 մանավանդ ձմռանը քաղաք մտնելուց առաջ լինի կանգար, այդտեղից ավտոբուսներ աշխատեն, բոլորը, եթե մենք Տավուշի մարզից գալիս ենք, դեռ քաղաք չմտած մեքենաները կանգնացնենք ստայանքում եւ հանգիստ նստենք ավտոբուս եւ գնանք հասնենք մեր ուզած տեղը։ Հետևաբար շատ առաջարկություններ ունեմ, բայց ով պետք է իրականացնի, եթե դու իրավունքներ չունես, ինքս իրավունքներ չունեմ, դա անհնար է, իսկ երբ ես եղել եմ փոքր ձեռնարկության տնօրեն, ինչ որ որոշել եմ, այն իրականացրել եմ եւ 3 անգամ ավել աշխատավարձ ենք ստացել, իմ այս պորտֆելում կա այն աշխատավարձերի ցուցակը, որ մերոնք անկախության հենց սկզբից 8 տարիներին իմ ղեկավարած ձեռնարկությունում բարձր աշխատավարձ են ստացել։ Ես չեմ ուզում ասեմ, ես հրաշք չեմ, միայն ասեմ, թող ոչ մեկը չնեղանա, ոնց որ ասած այդ ժամանակ ասում էին կոնդերի մեջ չոչանող, ես միգուցե այդ եմ, կոնդերի մեջ չոչանող, կներեն նրանք, ովքեր որ ես վիրավորված եմ նրանցից, ովքեր չեն ուզում լսեն, չեն ուզում առաջարկություններ լսեն, իսկ սա բոլորը իմ պորտֆելում է, ում էլ պետք է անշահ խնդիր ես կնվիրեմ իրեն, բացի Սևանա լճի գաղտնիքը։ Ես շնորհակալություն եմ հայտնում մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Մելիքյանին, Իրան աշխատակիցներին, Միրզոյանին, հետևապես այսքան հնարավորություն ընձեռնելու իմ սրտի ուզածը ներկայացնելու մեր ժողովրդին, մեր հանրությանը, չգիտեմ շատ բան կա ասելու, բայց խնդրում եմ, Սևանա լիճը, երկրորդ ամենացավալի պրոցեսը վարորդական անգրագիտությունը, թե պարեկների, թե հետիոտների, թե այսինքն ճանապարհային երթևեկության մասնակիցների բոլորի մոտ անգրագիտություն է տիրում, բոլորը պետք է իմանան, խիստ մոտենան անկարգ վարորդներին, իսկ այնտեղ նշել եմ, որ նաև վարորդներին 10 տարին մեկ հրավիրեն քննություն ընդունեն, 3 անգամ քննություն չտալուց հետո հիմնական զրկեն, այնտեղ այլ ծրագրեր ունեմ, կա համայնքային վարորդ, գյուղային, որ իրանց բերքը տանեն բերեն, կա մարզային եւ միջքաղաքային, կարելի է այդպես որոշել, որ վարորդը լրիվ չզրկվի իրեն մեքենայով իրեն բերքը տուն հասցնելուն, չեմ ասում զրկեն, այլ չթույլատրեն, որ նա գնա քաղաք, մարզ, իրեն շրջանի ներսում, իրեն բերքը տուն հասցնի եւ իրենց գոյությունը ապահովեն։ Շնորհակալություն բոլորիդ լսելու համար, կներեք ես այսօր մի քիչ այնպես չարտահայտվեցի, բայց հիմնականում իմացաք ինչ եմ նպատակը եւ ես գոհ եմ ձեզանից։ Իմ հեռախոսահամարը 094 000 365, իհարկե կգրվի հենց էկրանի վրա։ Շնորհակալություն, շնորհակալ եմ բոլորիցդ։